Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոց համայնքի ավականի 2025 թվականի հոկտեմբերի 10-ից TV-ին հետագա նյութակարգը հաստատելու մասին։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ մասով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոց համայնքի ավականին որոշում է հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոց համայնքի ավականում 2025 թվականի հոկտեմբերի 10-ից TV-9 հետագա նյութի հետևյալ օրակարգը։ Առաջին հարց։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոց համայնքի ղեկավարի հաղորդումը համայնքի 2025 թվականի բյուջեի 3-րդ երամսյակի կատարման մասին։ Երկրորդ հարց։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոց համայնքի ավականու 2024 թվականի դեկտեմբերի 14-ի 104-ին որոշումներ փոփոխություններ կատարելու մասին։ Երրորդ հարց։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոց համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայր Աշոց բնակարանը քաղաքացի համբարձում Բելի Անուշյանի նվիրատվության կարգով տրամադրելու մասին։ Եվ չորրորդ հարց։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոց համայնքի ավականու 2025 թվականի երկրորդ գումարման նստաշրջանի նիստի գումարման օրը եւ ժամը սահմանելու մասին։ Օրակարգի առաքելություններ հաջողակայանի ոտերեկում Շիրակի մարզի Աշոց համայնքի 2025 թվականի բյուջեի 3-րդ երամսյակի եկամուտների կատարման մասին։ Առաջին ներկայացնեմ մեր եկամուտների տոկոսները։ Հողի հարկը կատարվել է հին հողի հարկը կատարվել է 113%-ով։ Գույքարկ շինություններից տարվա նկատմամբ իհարկե կատարվել է 500,000-ից 907,000 է կատարվել։ Անշաշկույթի հարկը 47 միլիոն 206-ից կատարվել է 66%, 23,556 դրամ։ Գույքարկ փոխադրամիջոցներինը կատարվել է 93,88%-ով, 61 միլիոն 770-ից 31 միլիոն 167,000։ Տեղական տուժկերը 3 միլիոն 51,000-ից կատարվել է 2 միլիոն 429,400, 109%-ով։ Պետական տուժկերը 4 միլիոնից կատարվել է 2 միլիոն 846, 123%-ով։ Դոտացիան 600 միլիոն 940, 450 միլիոն 705, այս դոտացիան 7 միլիոն 400,000 կատարվել է 210,000-ով։ Սուբվենցիաները 255 միլիոն կատարողական հողի վարձակալությունը 15 միլիոնից կատարվել է 13 միլիոն 647,600։ Այս մուտքի վարձակալությունից մուտքերը եղել են 5 միլիոն 350,000-ից 3 միլիոն 279,292%-ով։ Ծառայությունների մատուցումից մուտքերը կատարվել է 11 միլիոն 727-ից կատարվել է 3 միլիոն 734,8, այսինքն 48%։ Տեղական վճարները 10 միլիոն 850-ից կատարվել է 6 միլիոն 564,84%։ Մուտքեր տուժեր տուգանքներից չունենք, այլ եկամուտներն 7 միլիոն 992-ից կատարվել է 5 միլիոն 494,91%-ով։ Ընդհանուր եկամուտները 85%։ Սեփական եկամուտները 85%։ Ծախսերից չեն հանել, բայց համայնքի մասնաբաժինները համարյա տվել է սուբվենցիայի մասով։ Համայնքի մասնաբաժինները պլանավորել էին։ Համայնքի մասնաբաժինը սուբվենցիաների 90%-ով արդեն վճարել է։ Խոսքը վերաբերումով որոնց աշխատանքները կատարված է, բնականաբար վճարել է։ Այս հարցի հետ կապված, բյուջեի կատարողանի հետ կապված ինչ ունենք, հարց ունենք, քննարկման առիթ ունենք, դրեմ արտահայտվելու ցանկություն ունենք։ Ես առաջարկություն ունեմ պարոն Մանուկյան, որի հարկի հետ կապված տուժուտուկանքները հնարավոր է որոշում անենք, չերյալ համարվի են մարդկանց տուժուտուկանքը, ովքեր պատրաստական են
վճարելու մայր գումարը։ Այս պահին մենք ունենք նմանատիպ որոշում մենակ զոհվածների իրավունքն։ Այո։ Այս պահին ունենք, բայց հնարավոր է մենք որոշում կայացնենք, այսեր եմ ասում։ Պետք է դու վետերինարի հոգում համար որոշում կայացնի, Մի հոգում կարգավորյալը մեծ, չես Օրենսդրությունը նման տարբերակ օրենսդրությունը նման թե նախատեսում է ինչին է վերաբերում 95% բյուջեն կատարելու դեպքում 95% տարեկան բյուջեն կատարելու դեպքում ավականին իրավունք ունի 5%-ի չափով զիջել, բայց ո՞ր նկատում ունի Այդ կատեգորիաներով մենք առաջնահերթություն զոհվածների այդ մասը արդեն տարածվել է օրենսդրական այդ կարգավորումը արդեն տարածվել է կիրառվել է Բյուջեի կորուստների մասով է ելակետային տվյալների մեջ կա այդ կետը կոնկրետ կորուստների մասով այդ 5% եթե 95%-ից ավել կատարողական ունի բայց կատեգորիաների մասնաբաժնով կառավարության որոշման համաձայն համայնքի ղեկավարի համայնքապետարի որոշումը ուժի մեջ չէ մենակ կառավարության որոշման կորուստները դուրս կգան կառավարության որոշումով շատ մարդիկ 300,000-ով 400,000 մարդիկ Չէ, ամեն դեպքում դիք ֆինանս է, կապ չունի, դուժ հետ է տուգանք է այսինքն եթե ժամկետած պարկ է ժամկետած է տոկոսը չի աշխատել, ինքը գումարվել է պարկի, վсё, պարկի Ես ուտելով պարդաճանաճիկ տարնակսենք, որ ինչ չի մենք էին ուզենք, եղավ ու ինչ է վեսոր այդ տաշտի Երկրորդ օրը զրոյացավ Երորդ եղանցային հաշվետվությունը ներկայացվել է խնդրում եմ քվեարկել, ովքեր են կողմ երկույթը հաստատելու Եմ, ծերոպա, ֆիքսել Մաշել ծերոպարի Հաջորդ հարցը ում է վերաբերում Երկրորդ հարցը բյուջեի փոփոխություն Բյուջեի փոփոխությունն է, բայց բյուջեի փոփոխությունը վերաբերում է եկամուտներին ու ծախսերին, քանի որ եկամուտների մասով այսօրվա դրությամբ մենք քիչ խնդիր ունենք մեր անշարժ գույքերի վաճառքի վերաբերյալ կոնկրետ թիվը մենք չկարողացանք տեղադրել մենք նախատեսել ենք երեսապատում դնել մշակույթի տան այդ գումարը դուղենք մշակույթի տան ծախսերի ծածկմանը, բայց թիվը քանի որ չունենք մենք կոնկրետ չենք անի այդ թիվը երեսապատում Առաջնոց արձակին աշխատանքն նախատեսած դնել մասնակի Ներկայացված հարատապ մերժվել է, ներկայացվել է սուբվենցիա մերժվել է, մի համայնքը որոշել է, որպեսզի շենքը չկրվի, որոշել է համայնքը վերցնել իր վրա։ Այս փոփոխությունը կարող է որ մանրամասը կդառնա բարոյ իրազեկցի թվերին խնդրում եմ քվեարկել այս փոփոխությունների կապված ովքեր եթե դեմ չկա ուրեմն ընդունենք փոփոխությունը կատարված մինչև թվային մասը թվային մասը թվերի ճշտում կա էլի ֆոնդային բյուջե Երրորդ հարցը Ղեկավարելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության նոմիկի 17 հոդվածի առաջին մասի 23-րդ փեդով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 595-596 հոդվածների դեպքերով Կամ ում տան պատասխանը Իսկ հետ կապված է Արմանի գելես անգահաշի պատասխան Կներգարանանում են Ինչին է վերաբերում Կսեք եզիկի բացատել է Եվ ես կիստի շահանագին Այեն պատասխանը դեսից եչ Չգիտեմ ինչի մասին է խոսքը շահանագին միրա պատասխան Չէ ինչին է Եվ հաշվի առնելով քաղաքացի համբարձումը դրշանը Ես որ հարցնել Երրորդ հարցը
Անդրադարձում Գրիշյանի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոտսկ համայնքի ղեկավարի ներկայացրած թիմը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոտսկ համայնքի իրավաբանի որոշումն է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոտսկ համայնքի սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Աշոտսկ համայնքի Ուղղաշոց առաջին փողոց 2-րդ անցուղի 3-րդ շենքի բնակարան 20 հասցենում գտնվող 93 եւ 85 քառակուսի մետր մարգելեսով բնակարանը կադաստրային ծածկագիր 0015 0044 0001 005 020 Վկայական 06 102 025 08 0033 Սեփականության իրավունքով նվիրել տվյալ բնակարանում փաստացի բնակվող եւ հաշվարկված քաղաքացի Համբարձում Վելիխանի Մկրտչյանը Անձնագիր նշված է դեղորակարգի մեջ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոտսկ համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կարգի 595-րդ եւ 596-րդ հոդվածների համաձայն նվիրարու հետ կնքել անշրջուկի նվիրատվության պայմանագիր եւ դրանից բխող իրավունքները ներկայացնելով այնքով սահմանված կարգով պետական գրասման վերջինիս միջոցներով Ավելի համբույցումն է, որով թույլատրելի կարգով նվիրատվություն կենե կարող է համավարել համայնքի սեփականության պայմանը, քանի որ ժամանակի Չորրորդ արդյունը հետագան նիստի օրը և ժամը հաստատելը նոյեմբերի 13 ժամը 3:30 համաձայնի քննարկել Это сидишь вот пока лейк? Ա